Շնորհակալություն այդ հարցը հնչեցնելու համար Սամվել Կարապետյանը ինքը իր անձով եւ իր շուրջը ձևավորվելիք եւ նախանշվող քաղաքական ու ընդհանրապես մարդկային թիմով հավակնում է եւ բոլոր շանսերն ունի դառնալու ներհայաստանյան եւ համահայկական առաջնորդության, ազգային առաջնորդության առանցք եւ կենտրոնի ես հենց սկզբից Սամվել Կարապետյանի հետ կապված այս process-ների ամենաառաջին օրվանից եմ այս պայքարին միացած, քանի որ ինքս եմ անցել այս հաշվեհարդարների ու խոշտանգների ուստի միջև այժմ էլ ես կանգնած եմ այս պայքարի կողքին, իսկ դատարանից ակնկալիքներ ինձ թվում է արդեն պիտի պահանջներ ներկայացնենք, ոչ թե ակնկալիքներ, որովհետև արդեն սա նմանվում է մի տեսակ կամակոր ցինիզմի, երբ որ մարդը լրիվ առանց հիմքերի ու առանց փաստերի շուրջ 9 ամիս գտնվում է անազատության մեջ եւ արդեն այս դեմոնստրացիաներն ու չգիտեմ ինչերը դարձել են եւ նաեւ օր-օրի շատացող մարդկանց քանակը, ահագնացող քանակը պիտի որ իշխանություններին հուշի, որ չի կարելի ամեն դեպքում հատել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ արդեն բանակցությունները կավարտվեն։ Գիտեք, ես կուսակցությանը չեմ միացել, կուսակցական քաղաքական առումով այս պահին հայտարարություն դեռ չեմ արել, բայց շարժմանը համակրել եմ, շարժմանը միացած եմ, իսկ քաղաքական, այսինքն ազգային առաջնորդության հարթակի մեջ եղել եմ կամ իսկ քաղաքական միավորման կամ քաղաքական սատարման մասին կունենամ հայտարարություն, այսինքն դե ֆակտո ես այստեղ եմ, դե յուրե կունենամ հայտարարություն եւ դրա մասին, չէ, դե 21 թվականից ոչ մի կուսակցության անդամ չեմ հանդիսանում, ինքնուրույն դաշինք եմ ձևավորել 21 թվականին Վանաձորում հաղթել եմ իմ դաշինքով ընտրությունները եւ իմ որոշումները կայացնելիս բացառապես առաջնորդվում եմ ազգային գաղափարներով, ազգային նպատակներով եւ Սամվել Կարապետյանի մեջ եւ ընդհանրապես այս պայքարի մեջ ես կներեք նույնիսկ ներքաղաքական խնդիր չեմ տեսնում, սա ազգային արժանապատվության վերականգնման, մեր պետության սուբյեկտայնության վերականգնման եւ Սամվել Կարապետյանին վարչապետ կարգելու միջոցով Հայաստանի առաջնահերթությունները արտաքին աշխարհի սուբյեկտայնության առումով բերելու եւ հիմնավորելու միջոց եմ ես տեսնում բացառիկ մարդկանցից մեկն է ես գտնում եմ որ վերջին գոնե տասնամյակի շրջանում կարողացել է իր շուրջը ձևավորել համահայկական համերաշխության եւ հանդուրժողականության այսպիսի մթնոլորտ եւ նրա վերաբերյալ կարծես թե նեգատիվ հասարակության մեջ որևէ կարծիք չեն կարողանում պիտակավորել ու ներշնչել ուստի կարծում եմ որ իր առաջնորդությունը կարող է նպաստ Հայաստանի Հանրապետության ծառայել եւ մեր երկիրը բերել նոր լուրջ տարածաշրջանային գոնե գործոն դառնալու մակարդակի։ Պարոն Ասլանյան, քանի որ ձեր կապը ավելի շատ լողի մարզի հետ է, այնտեղ տպավորությունները, մարդկանց տրամադրությունները ինչպիսին են եւ ընդհանուր կանխատեսումներ, եթե անայք հունիսի 7-ի հետ կապված ինչպիսին։ Գիտեք, ես կարծում եմ, որ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ճիշտ թիրախային ճակատավորված աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել շոշափելի դրական արդյունքների, կանխատեսումներ անելու բնավ որևէ ցանկություն չունեմ, սա հետևողական աշխատանքի արդյունքում կարող է ձևավորվել այդ հաղթանակն ու արդյունքը օրնի բուն պիտի աշխատել, պիտի շփվել մարդկանց հետ, մարդկանց պիտի կարողանալ ներշնչել այդ հուսահատության թմբիրից հանել եւ բերել ռեալության դաշտ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք են իրենց ճակատագրի որոշողները եւ հետագայում էլ իրենք այս երկրի մեջ ապրող են եւ այս երկրի վայելքներից օգտվող են, իսկ Սամվել Կարապետյանը գոնե թե իր ապրած կյանքով կարողացել է ապացուցել, որ իր խոսքերը բնավ փոշի կամ օդ չեն եւ իր ապրած կյանքը հենց առհավատչան ու գրավականն է, որ ինքը իր բոլոր խոստումները թողեն բանտից, մարդը վերցնի առաջնորդությունը եւ ստեղծի եւ աշխատատեղերը եւ 20,000 բնակարանները եւ երկրի անվտանգության միջոցառումներում ունենա առաջնահերթություններ եւ ամրապնդումներ, այլապես քաղաքական մրցակիցներին քաղաքական հաշվեհարդարի միջոցներով պահել կալանքի տակ, զրկել նրանց խոսքի իրավունքից եւ ընդամենը ֆեյք պիտակավորումներով հանդես գալ, ամենաանշնորհակալ գործը հենց դա է եւ կարծում եմ հենց դրա համար է որ հայ հասարակությունը որևէ ֆեյք մանիպուլյատիվ եւ պիտակավորված որևէ մագդիր ու ածական չի ընդունում, դրա համար է Սամվել Կարապետյանի շուրջ եւ ստեղծվել է եւ ստեղծվելու է լուրջ հանրային հասարակական համախմբում։